իրականացնում ենք ակցիա ի աջակցություն քաղաքական բանտարկյալների եւ մեր ռազմաքաղաքական ղեկավարության եւ ռազմագերիներին, որոնք պահվում են Բաքվում։ Եվրոպական կառույցների ներկայացուցիչներ են գալիս ազգային ժողով, ուզում ենք ասել, որ նրանց լռության ուխտը պետք է խախտվի, ընտրովի արդարությունը, արդարադատությունը, ընտրովի դատը, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում, անթույլատրելի են եւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ որևէ կապ չունեն ըստ էության, եւ այս լռության ուխտը, որը ընդունել են եվրոպական կառույցները, ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի բռնատիրական գործողությունների, որևէ կապ չունի ժողովրդավարության հետ, որևէ կապ չունի եվրոպական այն արժեքների հետ, այն դասական արժեքների հետ, որոնք ըստ էության ջատագովն են եղել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ խոսքի ազատության։ Այսօր Հայաստանում կալանավորված են մարդիկ քաղաքական դրդապատճառներով, քաղաքական հետապնդումների շրջանակներում եւ տասնյակ քաղաքական կառույցներ, տասնյակ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ աշխարհում արձանագրել են, որ Հայաստանում կա ոտնձգություն քաղաքական գործիչների եւ եկեղեցականների նկատմամբ եւ այստեղ ենք ի աջակցություն մեր եկեղեցու, այստեղ ենք ի աջակցություն մեր քաղաք բանտարկյալների եւ այստեղ ենք ասելու, որ եվրոպական կառույցները խոսք ունեն ասելու եւ գործ ունեն անելու եւ մենք վստահ ենք, որ այդ իմաստով արդարությունը կվերականգնվի։ Իդեպ երեք Ֆրանսիայի Սենատը միաձայն կողմ էր քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին, այս ամեն ինչը կարծում եք նաև այս պայքարների, հայտարարությունների, գործողությունների արդյունքում է իրականացում եւ նաև խոսում է, որ ԱՄՆ փոխնախագահն է գալու Հայաստան փետրվարին, այս ամեն ինչը կարող է ազդել նաև նրա որոշման վրա։ Հանրապետական կուսակցությունը մշտապես, ինչպես տեսնում եք, նախաձեռնում է քաղաքական ակցիաներ, իրազեկման ակցիաներ, ակցիաների աջակցություն քաղաքական բանտարկյալների, մեր կուսակցությունը վստահաբար կարող եմ ասել, որ ամենաշատն է իրականացրել այս ընթացքում, ցավոք սրտի եմ ասում, որ ամենաշատն է իրականացրել քաղաքական բանտարկյալների աջակցություն ակցիաներ եւ եվրոպական տարբեր կառույցներում մեր գործընկերների հետ շփումների եւ միջազգային տարբեր հարթակներում բարձրաձայնել ենք այն խնդիրները, որոնք կան Հայաստանում եւ այո, ես վստահ եմ, որ դա նաեւ մեր պայքարի արդյունքն է, մեր չլռելու արդյունքն է, մեր գործողություններ իրականացնելու արդյունքն է, որ եվրոպական տարբեր կառույցներ սկսել են խոսել, որովհետեւ ըստ էության ժողովուրդը համարում է, որ կան քաղաքական բանտարկյալներ եւ ժողովուրդն է համարում, որ անթույլատրելի է այս ընթացքը, անթույլատրելի է խոսքի ազատության խոշտանգումները, ոտնահարումը եւ այո, մենք արձանագրում ենք եւ ուզում ենք նաև ցույց տալ, որ այո, ժողովուրդը հաշտ չի այս գործողությունների հետ, քանի որ մեր եվրոպացի գործընկերները գալիս են ազգային ժողով կամ այլ պետական շենքեր մեր ուրեմն իշխանության հետ հանդիպում են, նրանց այլ պատկերներ են ներկայացնում, ասելով, որ քանի որ չկան զեկույցներ քաղաքաբանտարկյալների անուններով եվրոպական տարբեր կառույցների կողմից, որը սուտ է, որովհետև եւ Արմեն Աշոտյանի մասով ենք ունեցել նման զեկույց, եւ Նարեկ Սամսոնյանի մասով ենք ունեցել, եւ եկեղեցու մասով ենք ունեցել, այսինքն տասնյակ են այն զեկույցները եւ արձանագրումները, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ եւ խոսքի ազատությունը վտանգված է եւ տեղ-տեղ գոյություն չունի առհասարակ։